Շատերը պատկերացնում են TRIP ռուտ նախագիծը որպես մի շերտ, մի տարածքում տեղի ունեցող կամ իրականացվող նախագիծ։ Իրականում իհարկե դա սկզբունքորեն նման բան բացառող հանգամանք էլ չկա, բայց գործնականում դա հնարավոր չի լինի իրականացնել։ Օրինակ երկաթուղու պարագայում, երբ որ մենք խոսում ենք երթուղիների մասին, երկաթուղու պարագայում վստահաբար կարելի է ասել, թե որտեղով է անցնելու երկաթուղին, դա մեր հարավային երկաթուղին է, որը Խորհրդային Միության ժամանակ գոյություն է ունեցել պայմանական Նռնաձոր, Կարճևան հատվածներում, այսինքն մեզ հայտնի, որը Խաղաղության խաչմերուկ նախագծում նշված է, ակնհայտորեն երկաթուղին լինելու է այդտեղ, կառուցվելու է, վերականգնվելու է այդտեղ, ինչու ակնհայտորեն, որովհետև նախ այլտեղ գործնականում հնարավոր չէ երկաթուղի ունենալ կամ եթե նույնիսկ պատկերացնենք, որ գործնականում հնարավորն է, տասնյակ անգամներով ավելի թանկ կլինի այդ երկաթուղին։ Բայց կա նաև ուրիշ հանգամանք, որ նրանք ովքեր տեղում եղել են, գիտեն, որ ռելիեֆային առումով տարածքը նույնիսկ երկաթուղու համար բավականին սահմանափակ է եւ հնարավոր չի բոլոր ենթակառուցվածքները եւ նախագծերը իրականացնել այստեղում եւ հետեւաբար դա իհարկե տեխնիկա տնտեսական հետազոտության խնդիր է, օրինակ գազամուղերը, նավթամուղերը, էլեկտրահաղորդման գծերը կարող են իրականացվել այլ երթուղիներով, որոնք հենց տեխնիկատնտեսական եւ ինժեներական առումով առավել արդյունավետ եւ նպաստավոր կգտնվեն։ Այլ տեղեր ասելով նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ տարածքով։